Ու գիտեք, երբեմն երբ մենք համարձակություն ենք ունենում չկարևորելու գեղարվեստական գրականությունն անվանելով այն հորինված պատմություններ, կերպարներ, պետք է հասկանանք, որ դրանք արժանի են ուսումնասիրության նախ, խորը, վերլուծության եւ արժանի են, որ մենք այդ ամեն ինչը փոխկապակցենք ուղղակի կյանքի հետ։ Ու կհասկանանք, թե որքանով են դրանք միշտ արդիական։ Ու եթե դրանք չունենային արդիական շունչ, դրանք լինեին ուղղակի հորինված կերպարներ ու պատմություններ։ Իդեպ դրանք հորինված կերպարներ չեն, դրանք հավաքական կերպարներ են ու հավաքական պատմություններ են։ Օրինակի համար Թումանյանի որ մի հերոսն է, որ մի պատմությունն է հորինված, որտեղ ներկայացվում օրինակ գյուղական ողջ գունապնակը, Նեսոյի Ղարաբաղնիսը կամ Գիքորը կամ նրա հեքիաթները կամ որևէ ստեղծագործություն։ Ու եթե դրանք չունենային արդիական շունչ, նրա շատ ու շատ ստեղծագործություններից մեզ համար արդեն թևավոր դարձած մի շարք խոսքեր մենք առ այսօր մեր ամենօրյա խոսքում չէինք գործածի։